Հայ աստղաֆիզիկոսները նշանակալի դեր են խաղացել ոչ միայն համաշխարհային գիտության զարգացման գործում, այլև հայ իրականության ձևավորման եւ առաջընթացի մեջ։ Նրանց գիտական գործունեությունը նպաստել է Հայաստանում գիտական մտքի կայացմանը, կրթության զարգացմանը եւ նորարարական մտածողության ձևավորմանը։ Հայ նշանավոր աստղաֆիզիկոսների շնորհիվ մեր երկիրը ճանաչելի է դարձել աստղաֆիզիկայի, միջուկային եւ տեսական ֆիզիկայի ոլորտներում, դառնալով գիտական կարևոր կենտրոն տարածաշրջանում։ Ահա մի քանի հայտնի հայ աստղաֆիզիկոսներ. Վիկտոր Համբարձումյան, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերին եւ միգամածությունների ֆիզիկային, աստղային աստղագիտությանը, աստղային համակարգերի դինամիկային, աստղերի եւ գալակտիկաների տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Արտեմ Ալիխանյան, միջուկային ֆիզիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր։ Արտեմն առաջին եվրոպացի ֆիզիկոսն էր, ով լոեբ դասընթացներ նախաձեռնեց Հարվարդի համալսարանում։ Վերջինիս հաճախ անվանում են նաև հայաստանյան ֆիզիկայի հայր։ Երկու եղբայրներով նրանք հիմնել են Հայաստանի Գիտությունների ակադեմիան։ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» կինոնկարը պատմում է Արտեմ Ալիխանյանի կյանքի մասին։ Ֆիլմում գլխավոր դերը խաղում է Արմեն Ջիգարխանյանը։ Ֆիլմը արժանացել է Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենի մրցանակին։ Աբրահամ Ալիխանով, տեսական եւ փորձարարական ֆիզիկոս, միջուկային ֆիզիկայի խոշոր գործիչ։ Աբրահամը կառուցել է Խորհրդային Միության առաջին միջուկային ռեակտորը եւ հիմնել Մոսկվայի տեսական եւ փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը։ Բենյամին Մարգարյան, հայտնի է Մարգարյանի գալակտիկաների հայտնագործությամբ, ակտիվ միջուկ ունեցող գալակտիկաներ։ Բյուրականի 1 մետրանոց աստղադիտակի օգնությամբ Բենյամին Մարգարյանը կատարել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, այսինքն նա մաս-մաս նկարահանել է ամբողջ երկինքը։ Դա տևել է 15 տարի։ Արդյունքում հնարավոր է եղել նկատել մեծ թվով թույլ գալակտիկաներ, ավելի ճիշտ նույնիսկ ոչ թե նկատել, այլ եզրակացնել, որ երկնագույն շերտերը գալակտիկաներ են։ Գրիգոր Գուրզադյան, հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսեիստ, գեղանկարիչ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գրողների միության եւ Հայաստանի Նկարիչների միության անդամ։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող, տիեզերական աստղագիտության պիոներ, աշխատել է տիեզերական աստղադիտարկումների եւ ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիայի վրա։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է, Վահագն Գուրզադյանի հայրը։ Էլմա Պարսամյան, հայտնի հայ կին աստղագետ, զբաղվել է երիտասարդ աստղերի եւ միգամածությունների ուսումնասիրությամբ։ Առաջին անգամ որոշել է Օրիոնի աստղասփյուրի բռնկվող աստղերի բռնկման հաճախության բաշխման ֆունկցիան, ենթադրել, ապա հաստատել է բռնկման բարբերությունը։ Պարսամյանը ցույց է տվել, որ մեծամուրում մեր թվարկությունից առաջ 2600-2500 թվականներին դիտվել է Սիրիուս աստղը։ Առաջին անգամ ենթադրել է Սիսիանի մեգալիթյան հուշարձանի հնարավոր կապը հնագույն աստղագիտության հետ։ Հուշարձանն անվանել է Քարահունջ։ Պարսամյանի անունով են կոչվել իր հայտնաբերված գիսավորաձև եւ մոլորակաձև որոշ միգամածություններ, ինչպես նաեւ օձի համաստեղության աստղերից մեկը։ Նորայր Քոչարյան զբաղվել է տիեզերական ճառագայթների եւ արեգակի ֆիզիկայի հետազոտությամբ։ Քոչարյանի գիտական առաջին աշխատանքները, որոնք նա կատարել է 1934 թվականին Արագած լեռան վրա կազմակերպված գիտական արշավախմբի կազմում, նվիրված են եղել տիեզերական ճառագայթների բաղադրության հետազոտմանը։